Փառք Աստծո, սիրելի ունկնդիրներ, որ մենք այսօր կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ և սովորել իրենից։ Խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեր միտքը և մենք ճիշտ ընկալենք, ճիշտ հասկանանք և նաև Աստծո ողորմությունով և շնորհքով կարողանանք իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն ինչպես գիտենք, այս եռամսյակին ուսումնասիրում ենք Սաղմոսներ գիրքը և այսօր արդեն 6-րդ դասն է, որ կոչվում է հենց հիմա պիտի վեր կենամ։ Հիշելու համարն է Սաղմոսներ 12:5 խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ, ասում է Տերը, փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն։ Այսինքն փրկում է Աստված նրանց, ովքեր փափագում են դրան։ Մենք գիտենք, որ մեր դարաշրջանում շատ չարություններ է կատարում, շատ անարդարություն կա, այդպես է եղել նաև անցյալում, նախկինում և Սաղմոսագրի ժամանակ և բոլոր ժամանակներում այդպիսի ժամանակ չի եղել, որ անարդարություն չլինի։ Միգուցե որոշ երկրում ավելի քիչ է եղել, որոշ երկրում ավելի շատ է եղել, բայց եղել է։ Ինչպես վերաբերվել այս ամենին և ինչպես լուծել այս պրոբլեմը։ Մենք ապրում ենք մեղավոր աշխարհում և այս ամենը բնական է, ինչ որ կատարում է, ինչպես ասած անգամ ասեցինք, բայց Աստված մեզ խոստանում է, որ ես կպաշտպանեմ խեղճերին, չքավորներին և փրկություն կտա նրանց, ովքեր փափագում են դա։ Շատ անգամ մենք մարդկանց վրա ենք հույս դնում այդ գործի մեջ և շատ անգամ հիասթափվում ենք այդ պատճառով։ Թող Աստված մեզ օգնի, որպեսզի ոչ թե մարդու վրա հույս դնենք, այլ Աստծո վրա հույս դնենք, որտեղ Աստված իրոք կենդանի է և պատրաստ է մեզ օգնության գալու, եթե մենք մեր հույսը դնենք իր վրա։ Եվ ուրեմն Սաղմոսներում ոչ միայն աղոթքներ կա, այլ նաև կարծես թե բողոքներ կա, որ աշխարհում շատ անօրենություն է և խնդրում ենք Աստված լուծի այս պրոբլեմը։ Եվ շատերը բողոքում են, որ Աստված շատ արագ չի պատասխանում չարություններին, և Աստվածաշունչը Պետրոս ասացիչում ասում է, որ Աստված համբերատար է, համբերում է, որպեսզի շատերը դարձի գան, բայց շատ մարդիկ դա համարում են դանդաղպոտություն։ Բայց Աստված ոչ թե դանդաղում է, կամ դանդաղում է, այսպես ասենք, որպեսզի շատ ու շատերին փրկի, ինչի, որտև նա մեր բոլորի հայրն է, նա ուզում է, որ շատ ու շատերը փրկվեն, նա ուզում է բոլորը փրկվեն, բայց դա հնարավոր չի, որտև ոչ բոլորն են, որ ուզում են փրկվեն։ Եվ Աստված չի բռնանում մեր կամքի վրա և զորով մեզ չի տանում փրկության։ Այլ այն ժամանակն է, երբ որ մենք ենք ուզում։ Եվ եթե մենք այդքան փափագում ենք արդարության, գիտեք, երբ որ Աստված սկսի, այսպես ասած, արագ աշխատել և անմիջապես պատժել բոլոր չարությունները, այդ բոլորը վերաբերվում է նաև մեզ։ Մենք էլ ենք մեղավոր, մենք էլ ենք մեղքեր գործում, ոչ տենց լայնամասշտաբ, ինչպես շատերը,
Բայց եթե խոսենք պատժից եւ արագ պատժից, երբ որ հերթը հասնում է մեզ, չենք ուզում դա, երբ որ հերթը ուրիշին է, ուզում ենք դա։ Ուրեմն լինենք մոռացա այդ բառը, լինենք, այսինքն, որ ոչ մեկ կողմն ես բռնում, ոչ մյուսի, անաչառ։ Լինենք անաչառ եւ մենք հասկանանք, որ մենք սխալական եւ այսպես ասենք, սահմանափակ հնարավորություններով մարդ ենք, մեր ուղեղներ սահմանափակ է, շատ բաներ չի կարող հասկանալ եւ ուրեմն պրետենզիաներ չներկայացնենք Աստծուն իր ուշանալու կամ չգիտեմ ինչի համար։ So եթե անգամ Աստծո ժամանակը միշտ չէ, որ համընկնում է մարդու ակնկալած ժամանակի հետ, Աստծո դատաստանի օրը մոտենում է։ Մենք պարզապես պետք է վստահենք նրան եւ նրա խոստումներին, մինչեւ որ այդ օրը գա։ Իհարկե ոչ թե մեր ձեռքերը ցաված։ Գիտեք, երբ որ մարդիկ ասում են վստահել, պատկերացնում են, որ պիտի նստես ու սպասես, ոչ։ Ամեն մեկը ունի իր չափով գործը, իր տաղաններով, իր ուղեղի ունակությամբ եւ պետք է գործել, մինչեւ որ այդ օրը գա։ Մենք պարզապես պետք է վստահենք նրան, այսինքն Աստծուն եւ նրա խոստումներին, մինչեւ այդ օրը գա, միայն Արարիչը, ում աթոռի հաստատությունն են արդարությունն ու իրավունքը, կարող է իր դատողությամբ ապահովել աշխարհի կայունություն ու բարգավաճումը, 89 Սաղմոսը 14 համար ասում է արդարությունը եւ իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը եւ ճշմարտությունը գնում են քո առջևից։ Մեր Աստված եւ արդար է, եւ իրավացի է, եւ ողորմած է, եւ ճշմարիտ է։ Աստվածային դատաստանի գաղափարը ներառում է ինչպես ճնշվածների ազատագրումը, այնպես էլ ամբարիշտների ոչնչացումը, Սաղմոսներ 7, 6, 17 կարդանք։ Վեր կացող Տեր, քո բարկության բարձրացիր իմ թշնամիների կատաղության դեմ եւ արտացիր ինձ համար դու սահմանեցիր իրավունքը։ Տերը դատաստան է անում ազգերի վրա, դատիր ինձ Տեր իմ արդարության եւ անմեղության համեմատ, որ կա ինձանում, թող վերջանա ամբարիշտների չարությունը եւ հաստատիր արդարին, որովհետեւ դու ով արդարացված սրտեր եւ մտքեր քննող ես։ Ուրեմն առաջին գործը, որ պիտի անի Աստված, փրկի արդարին, հաստատի նրան, երկրորդ գործը ոչնչացնի ամբարիշտներին։ 9-րդ համարը ասում է. թող վերջանա ամբարիշտների չարությունը եւ հաստատիր արդարին, որտեղ դու ով արդար Աստված սրտերի մտքեր քննող ես։ Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղների։ Աստված արդար դատավոր է եւ Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա։ Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը, իր աղեղը լարել է եւ պատրաստել։ Մահվան գործիքները պատրաստել նրա համար եւ պատրաստ է պահել իր հրավառնետերը։ Ահա նա անօրենություն է երկնում, հղացած է չարությամբ եւ խաբեություն է ծնում, այսինքն ամբարիշտը հոր փորեց եւ խորացրեց, այսինքն փոս փորեց եւ խորացրեց, բայց ինքը ընկավ իր շնած փոսի մեջ։ Նույնիսկ այս կյանքում արդարություն կա եւ այն մարդը, ով ուրիշի համար փոս է փորում, ինքն ընկնում այդ փոսի մեջ։ Նրա չարությունը պիտի գլխին գա, նրա աներորությունը իր գագաթի վրա պիտի իջնի։
Ինչի է այսպես, որտեղ Աստված որ ստեղծել է այս աշխարհը, արդարացի եւ անաչար եւ իրավացի Աստված է։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջ իր արդարության համար եւ Սաղմոս ասեմ բարձրյալ Տիրոջ անվանը։ Աստված է, որ մենք այս փառաբանություն ասողների մեջ ենք, այլ ոչ թե պատժվողների մեջ։ Հենց այս խոստումն ենք ստացել մենք եւ մի օր այն անպայման կիրականանա, սակայն ոչ թե մեր ակնկալած, այլ Աստծո որոշած ժամանակ։ Սաղմոս 2-ում գծում է հենց այս գաղափարը, որ Աստծո ժամանակի, որտեղ Աստված գիտի, եւ ինքը Դավիթը շատ լավ հետևեց այդ գաղափարին, երբ որ Սավուղը իրեն հալածում էր անմեղ տեղը, միայն նրա համար, որ իրեն Դավիթին ավելի շատ էին սիրում, եւ Դավիթը լավ ռազմիկ էր, եւ հաղթանակներ էր փայլուն տանում, Սավուղը նրան նախանձեց եւ սկսեց հալածել։ Դավիթը ուներ շատ լավ հեղինակություն, կարող էր բանակ հավաքել եւ գնալ եւ Սավուղին իր գահից կահանկեց անել եւ ինքը նստեր։ Մանավանդ, որ ինքը Սամուելի կողմից արդեն օծված էր որպես թագավոր եւ կարող էր այդ առիթը օգտագործել եւ դա անել։ Եվ կհաջողեր։ Բայց Դավիթը լավ էր ճանաչում Աստծուն եւ Դավիթը համբերատար էր եւ սիրող եւ հարգալից եւ ինքը գիտեր, որ Աստված է օծել այս մարդուն թագավորության ժամանակ եւ Աստված միայն գիտի, թե երբ պիտի վերցնի այդ մարդուն։ Եվ երբ որ նույնիսկ ինքը փախի մեջ էր սարերում, երկու անգամ իրեն հնարավորություն ընձեռվեց Սավուղին սպանելու, ինքը շատ հանգիստ կարարաներ, հետո բանակը հանգիստ իր հետևից կգնար։ Բայց ինքը դա չարեց, ասեց ես ձեռք չեմ բարձրացնի Աստծո օծյալի վրա։ Գիտեք, լինել Աստծո օծյալ չի նշանակում ասենք թե անձեռնմխելիություն ունենալ, բայց չի նշանակում, որ այդ Աստծո օծյալը արդար մարդ է կամ կփրկվի։ Ոչ։ Ուղղակի Աստված գիտի ինչու է դրել այդ մարդուն այդտեղ եւ Աստված գիտի ինչքան է պահելու այդ մարդուն այդտեղ։ Ինչի է Աստված պահում, որտեղ Աստված ուզում է, որ այդ մարդը դարձի գա։ Մենք իրավունք չունենք այդ կյանքի շղթան կտրելու, քանի դեռ Աստված ինքը չի գործել։ Աստված համբերեց Սավուղին, մենք նոր կարդացինք, որ Աստված համբերատար Աստված է եւ համբերում է, որպեսզի մենք դարձի գանք։ Համբերեց Սավուղին, հնարավորություն տվեց, հնարավորություններ տվեց նրա, որպեսզի նա դարձի գա, բայց Սավուղը համառեց իր մեղքերի մեջ եւ Դավիթյան կորչեց։ Դրա համար Դավիթը չխառնվեց Աստծո գործին։ Դավիթը գիտեր, որ ինքը սխալական եւ սահմանափակ անբարմողության մարդ է, ինչպես մենք բոլորս, եւ կարող է սխալներ անել, եթե իր խելքով շարժվի։ Ամեն քայլ անելուց առաջ Դավիթը Աստծուն էր հարցնում եւ Աստծո կամքն էր կատարում։ Եվ հետաքրքիր է նաեւ, որ նա շատ հաջողակ զինվոր էր կամ զինվորական եւ փայլուն հաղթանակներ գրում, բայց նա երբեք այդ հաղթանակները չվերագրեց իրեն, այլ վերագրեց Աստծուն։ Փոխարեն զենքը բարձրացնելու եւ ասելու փառքին բանակին, ինքը վերցրեց երաշտական գործիքը, նվագեց եւ փառաբանեց Աստծուն սաղմոսներ ստեղծելով։ Կարդանք Սաղմոսներ 18 գլուխը 3-րդ համարից։ Ես օրհներկությամբ կանչեցի Տիրոջը եւ պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Չէ, ինքը ձեռներից ալած չի նստի, ինքը կռվել է, բայց ինքը նկատի ունի, որ հաջողությունը Աստծո ձեռքերում է, կապ չունի, թե ինչքան փայլուն ռազմիկ ես դու։ 4-րդ համարը։ Մահվան լարերը շրջապատեցին ինձ եւ կորստյան վտակները սարսափեցրին ինձ։ Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան
Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի, նա լսեց իմ ձայնը իր տաճարից և իմ աղաղակը հասավ նրա առաջ, նրա ականջին։ Եվ 18 համար ասում է. իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։ Տեսեք 16-ից կարդանք. Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ, նա առաջ ջրերից հանեց ինձ, նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից, ստեղ ինքը չի ասում իմ խելքը, իմ շնորհքը, իմ զինվորական կարողությունը և փորձառությունը ազատեցին ինձ, ոչ, ինքը ասում է Աստված ազատեց ինձ, ազատեց այն թշնամիներից և ատողներից, ովքեր զորավոր էին ինձնից, իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որտեղ հավանեց ինձ։ Կարդանք նաև Սաղմոսներ 76 3-ից 9։ Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը, դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։ Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան, ով հակյոփի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։ Չի ասում իմ բազուկը դա արեց, ասում է Աստված արեց։ Դու ահեղ ես, ով Տեր, ով կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։ Ուզում եմ ասել, նույնիսկ ես չեմ կարող կանգնել։ Ահա ինչն էր Դավիթի և Սավուղի տարբերությունը, նա էլ էր մեղավոր, բայց Դավիթը հասկանում էր, որ ինքը ոչինչ է, Աստված ամեն ինչ, որ իր հաղթանակների աղբյուրը Աստված է, Սավուղը վերագրում էր այդ բոլոր հաղթանակները իրեն, Սավուղը մեծամիտ էր, Սավուղը ուզում էր փառավորվել, ուզում էր, որ իրեն գովեն։ Եվ այդպես էլ դարձի չեկավ, ցավոք։ Իսկ Դավիթը, երբ որ մեղանչում էր, անմիջապես ներողություն էր խնդրում Աստծուց և դարձի էր գալի, և նաև 144 5-ից 7 համարները։ Տեր, խոնարհեցրու երկինքդ և իջիր, մոտեցիր սարերին և նրանք կծխան, փայլատակիր կայծակով և ցրիր նրանց, ուղարկիր նետերդ և խռովեցրու նրանց, ձեռքդ մեկնիր բարձրից և ազատիր ինձ և փրկիր ինձ հորդ առաջ ջրերից և օտար մարդկանց ձեռքից։ Նորից Դավիթը աղոթքով է դիմում Աստծուն։ Սո մենք տեսանք, որ չնայած Դավիթը լավ ռազմիկ էր և թագավոր էր և դատավոր էր, քանի որ թագավոր էր, այն ժամանակ թագավորներն էին դատավորություն անում, բայց ինքը իր վրա հույս չէր դնում, այլ Աստծո վրա, որ ամենազորավոր ռազմիկն է և ամենաարդար դատավորը։ Եվ Աստծո գործելակերպի վճռականությունն ու մեծությունը պետք է փարատեն ցանկացած կասկած տառապողների հանդեպ նրա մեծ հոգատարության և կարեկցանքի և չարին հաղթելու նրա կարողության վերաբերյալ։ Մենք պարզապես պետք է սպասենք, որ նա անի դա։ Չենք ասում օդից կանի, բայց ամեն հաջողություն, ամեն հաղթանակ Աստծուց է գալու։ Թեև Դավիթը ասում է, որ Տերն իր ձեռքերը վարժեցնում է պատերազմի համար, Սաղմոսներում ոչ մի տեղ նա չի ապավինում իր մարտական հմտություններին, փոխարենը Աստված է կռվում Դավթի փոխարեն և ազատում նրան։ Սաղմոսներում
Դավիթ թագավորը, որ հայտնի էր որպես բացառիկ մարտիկ, ստանձնում է հմուտ երաշտի դերը եւ փառաբանում Տիրոջը որպես իր ժողովրդի միակ ազատարար եւ պահապան։ Փառաբանությունն ու Աստծուն ուղղված աղոթքը Դավթի ուժի աղբյուրն են, որոնք ավելի հզոր են, քան ցանկացած պատերազմական զենք։ Միայն Աստծուն պետք է վստահել ու երկրպագել։ Եվ ուրեմն ինչ դաս է սա մեր համար։ Մենք ունենք տարբեր տաղանդներ, տարբեր հմտություններ, տարբեր կարողություններ եւ դրանով կարող ենք հաջողություն ունենալ, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ հաջողությունը Աստված է, այդ ամեն ինչը մեզ տվել է Աստված եւ այն գործադրելով մենք հաջողության ենք հասնում նորից Աստծո շնորհիվ եւ մեր փառաբանությունը պետք է ուղղված լինի Աստծուն, այլ ոչ թե ինքներս մեզ։ Կարդանք Սաղմոս 9:18 Որովհետև չքավորը իսպառ չի մոռացվի և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։ Նաև Սաղմոս 12:5 Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ, ասում է Տերը, փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն։ Նաև 40:17 Բայց ես խեղճ եմ և աղքատ, Տերը հոգ է տանում ինձ համար, դու ես իմ օգնությունը, փրկությունը, ով իմ Աստված, մի ուշացիր։ Գիտեք, Դավիթը ուներ և տղաներ, և կարողություններ, ինքը կարար չլիներ խեղճ ու աղքատ, ինքը կարար իր կարողություններով հարցերը լուծել, բայց ինքը գիտեր, որ շատ անգամ մենք մեր կարողություններով լուծելով հարցը ավելի ենք խրվում ցեխի մեջ, փոխանակ դուրս գալու դրանից։ Դրա համար Աստծուն էր սպասում, Աստծուն էր կանչում, որտեղ գիտեր, որ հարց կարող է լուծել լիովին ճիշտ ձևով միայն Աստված։ Սա այն մակարդակն է, որին մենք պիտի ձգտենք և հասնենք։ Այսքան վստահության և հավատի այդ բարձր մակարդակը, որ ուներ Դավիթը։ Սաղմոսներ 113:7 որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին։ Գիտեք, մարդիկ չեն ծնվում աղքատ կամ խեղճ, և կյանքի ընթացքում մարդը կարող է իր կյանքի մի ժամանակաշրջանում լինել աղքատ ու խեղճ, մյուս ժամանակաշրջանում բարեկեցիկ և ոչ խեղճ, այսպես ասենք։ Ամեն ինչ անցողիկ է։ Մարդ մի օր կարող է այսպիսի վիճակում լինել, մյուս օրը ուրիշ վիճակում լինել։ Դրա համար, երբ որ մենք այս բառերը օգտագործում ենք, աղքատ, խեղճ, դա վերաբերում է բոլոր մարդկանց։ Բոլոր մարդիկ երբևիցե եղած կլինեն կամ կլինեն կհայտնվեն այդ վիճակում։ 146:6-10 համարները որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ, որ հավատարմություն է պահում հավիտյան, իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։ Շատերը ասում են, բան չի, հիմա չի անում։ Ինչի որոշ մարդիկ անդադ սոված են, անդադ պրոբլեմներ ունեն։ Տարբեր պատճառներ կան։ Պատճառ մեկ կարող լինել Աստված այդ ամեն ինչ անում է իրենց շրջապատող մարդկանց միջոցով։ Շրջապատող մարդիկ պետք է բարի լինեն այնքան, որ օգնեն այդ մարդկանց ոտքի կանգնել, օքեյ։ Սա առաջին պատճառը կարող է լինել, որ շրջապատի մարդիկ դաժան են և էգոիստ, չեն տեսնում ուրիշների կարիքները և չեն ուզում օգնել։
Աստված Հիսուս ասեց, երբ որ գամ երկու կողմի վրա կդնեմ մարդկանց, մի կողմին կասեմ ես սոված էի, ծարավ էի եւ այլն դուք օգնեցիք ինձ, սրանց կասի չէ, կասեն այդ երբ, ասի ինձ չեք արել, ուրեմն ուրիշին չեք արել, ինձ արել եք, այսքան ուրիշին արել եք, ուրեմն ինձ եք արել։ Այսինքն պետք չէ Աստծուն մեղադրել դրա համար։ Աստված տվել է այսօր գիրքը, տվել է կյանքի օրենք, եթե մենք հետևենք դրան, իր օրհնությունները, իր խոստումները մեր համար կիրականանա, բայց եթե մենք չենք հետևում դրան, եթե մենք միայն անունով ենք քրիստոնյա, այլ ոչ թե մեր գործերով, իհարկե, մեր երկիրն է, մեր մոտիկներն էլ կլինեն վատ վիճակում, կհայտնվեն վատ վիճակում։ Սա առաջին պատճառը կարող է լինել։ Երկրորդ, այսինքն պատճառը այն է, որ մարդիկ չեն ուզում ապրել Աստծո տված օրենքներով։ Երկրորդ պատճառը նորից կարելի է ասել, որ մարդիկ չեն ուզում ապրել Աստծո տված օրենքներով, ինչ առումով, այսինքն այս աղքատ մարդը կարող է ծույլ լինել։ Ուղղակի չուզենա իրան տված կարողությունները օգտագործել։ Քան եւ դրա պատճառով ընկնի նեղության մեջ, եւ հետո ուրիշների վրա մունատ գա, թե ինչու եմ ես այս վիճակում, որովհետեւ այս գործը քիչ են տալի, չեմ ուզում գնամ, այն գործը իմ չափով չի, ես գնամ ավլեմ, ես գնամ բան մաքրեմ, չէ, ես գնամ հիվանդ պահեմ, չէ։ Այսինքն այդ մարդուն ավելի պատվաբեր է մունատ գալ նրա վրա եւ սпасել սրանից կամ խնդրել, քան թե գնալ ինչ աշխատանք ուզում է անել։ Միայն թե ապահովի իրեն եւ իր ընտանիքը եւ ստիպված չլինի սпасել ուրիշի ողորմությանը։ Սա էլ մի ուրիշ պատճառ կարող է լինել։ Մի ուրիշ պատճառ կարող է լինել, քանի որ նորից դրա մեջ է մտնում, որ Աստծուն չենք լսում, այն մարդիկ, ովքեր բիզնեսներ ունեն, շատ ցածր են վճարում իրենց աշխատավորներ, այնքան որ սովից չմեռնեն կամ չգիտեմ ինչի, որտեվ շատ ագահ են, ուզում են այս շատ հարստություն ունեն, շատ կուտակել, միլիարդատերերի, միլիոնատերերի ցուցակի մեջ մտնեն, դա է իրենց կյանքի նպատակը, դա էլ է պատճառ, եւ Աստված ասում է դրա համար ես պիտի վեր կենամ եւ պաշտպանեմ այս մարդկանց եւ իրականում ոչ միայն վերջին դատաստանի ժամանակ, այլ ժամանակ առ ժամանակ Աստված իր դատաստանները թափում է այս Աստված մարդկային անարդարության պատճառով։ Օրինակ Իսրայելում, երբ որ մարդիկ չէին ուզում կատարել Աստծո տված օրենքները եւ հրահանգները, եւ ինչ էր, մեծ անարդարություն էր կատարվում, եւ վերջի Աստված թույլ տվեց շատ նախազգուշացումներից հետո մարգարեների միջոցով, որ Նաբուկոդոնոսորը գա գրավի եւ այդ ժամանակ մեծամասամբ հարուստները տուժեցին սկսած թագավորից, տարան իրենց այն Բաբելոն, որպեսի պատժեն իրենց եւ պատիժ իրենց ստանան, աղքատների ձեռք չտվեց Նաբուկոդոնոսորը, թողեց, որ այնտեղ ապրեն, հողերը մշակեն եւ ապրեն։ Այսինքն դա Աստծո կողմից մի ձևի դատաստան էր, որ ինքը վաղուց նախազգուշացնում էր մարգարեների միջոցով, բայց չէին լսում, շարունակում էին իրենց կուտակողական, իրենց մեծամիտ կյանքը, ես էս եմ, ես այսքան միլիոն ունեմ, ես այսպես տներ ունեմ, ես այսպես ավտոներ ունեմ, գիտեք, դա խելահեղություն է, այս կյանքը դրա համար չի, եւ երբեք այդ ունեցվածքը երջանկություն չի պարգևում մարդուն, գոռոզություն այո, ինքնահավանություն այո, բայց դա երջանկություն չի։ Եվ այստեղ ասում է իրավունք է շնորհում զրկվածներին եւ հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին, Տերը պահում է պանդոխներին, նա ընդունում է որբերին եւ որբևայրիներին, բայց ծվում է ամբարիշների ճանապարհը, Տերը պիտի թագավորի հավիտյան քո Աստված ով Սիոն ազգից մինչև ազգ, ալելույա։ Գիտեք, իրավունք չունի
գլուխ գովալու են ազգը, այն պետությունը, այն երկիրը, որ ունի որքանոցներ իր երկրում, որ ունի ծերանոցներ իր երկրում, որ ունի աղքատներ, ձեր մարդիկ, ովքեր գնում են Զիբլից են հանում ուտելիքը, Զիբլի մեջ ուտելիք են ման գալի։ Այդ երկրի ղեկավարները պիտի ամաչեն և գլուխները կախեն, որտեղ դա նշանակում է, որ իրանք շատ վատ են կառավարում իրենց երկիրը։ Իհարկե ժողովուրդն էլ կարող է փչացած լինի եւ այլն, բայց կառավարչի պատասխանատվությունը որպեսզի կրթի նաեւ ժողովրդին, ոչ թե դատարկ սերիալներ նկարահանեն եւ մարդկանց նստեցնեն նայացնեն եւ դրանով ավելի մարդկանց սարքեն անկարողունակ, թե մտավոր, թե ֆիզիկապես, որտեղ ժամերով նստում են ինչ-որ անիմաստ կինոներ են նայում եւ այլն։ Այսինքն, ինչու եմ այսպես ասում, եթե ճիշտ է, միշտ է ցավ ու դարդը կա, բայց կարելի է ուրիշ միջոցներ ընտրել, գտնել, ինչպես շատ երկրներում, որպեսզի որքանոցների տեղ այդ երեխաները ունենան ծնողներ, ընտանիքներ ունենան, ընտանիքների մեջ լինեն, այլ ոչ թե որքանոցներում։ Այդ երկրում միշտ պիտի սրտացավ մարդիկ գտնվեն, որ որբերին որդեգրեն, մանավանդ նրանք, ովքեր կարողություն ունեն, հնարավորություններ ունեն, բայց ցավոք շատ անգամ հենց նման մարդիկ, ովքեր կարողություններ ու հնարավորություններ ունեն, շատ սառը եւ չոր սրտեր ունեն եւ իրան անտարբեր են մարդկանց դժբախտությունների հանդեպ։ Սա պատճառներն է, գիտեք, մենք չենք, եթե մենք հետևենք Աստծո օրենքին, նման իրավիճակներ մեր կյանքերում, մեր պետություններում, մեր երկրներում չի լինի։ Բայց ցավոք, քանի որ չենք հետևում, նման իրավիճակներ լինում, հետո շուռ են գալի, ասում ենք Աստված ջան, ուր ես, ինչի ասենց։ Հիմա ամենակարևոր համարները կարդանք այս դասի մեջ, Սաղմոս 41 1-ից 3 համարները։ Աշխարհում մարդիկ ասում են երան էս մարդու, այ ես ինչ սիրուն տներ ունի, ես ինչ սիրուն հագնում, ես ինչ բրանդի շորն հագել, չգիտեմ, ես ինչ վարսարանոցը մազը սարքել, ես ինչ ռեստորանում հացը կերել, ես ինչ, չգիտեմ, ձևի ավտոյա քշում եւ այլն։ Սա աշխարհիկ մտածելակերպ։ Հիմա տեսնենք Աստված ում է երանի ասում։ Աստծո, այսինքն այս աշխարհի ամբողջ տիեզերքի տիրակալի կարծիքը իմանան, թե ով է երանելին իրականում։ Սաղմոս 41 1-ից 3 համարները երանի նրան, որ հոգ է տանում աղքատի համար, նեղության օրը Տերը կփրկի նրան, Տերը նրան կպահի եւ կպահպանի նրա կյանքը, նա երանելի կլինի երկրի վրա եւ նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում, դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հավանդության ժամանակ։ Տեսեք Աստծո երանին ինչքան տարբեր է մարդու երանից։ Աստված ասում է երանել մարդուն, ով որ էգոիստ չի, ով այո, ես իրան տվել եմ կարողություններ, ինքը շնորհք ունի այդ կարողությունները զարգացնելու, փող սարքելու, ունեցվածք դիզելու, բայց իմաստը դա չի եղել, այդ ամբողջ ես տվել եմ, օշնել եմ, որպեսի կողքի մարդկանց օգտակար լինեն։ Եվ շատերը կասեն դա անարդար է, բայց Աստված ինքը օշնում է։ Երբ որ եւ նույնիսկ Աստված աչքի համար կա, որ Աստված ասում է, երբ որ գա եւ քո ընկերը խնդրի, կարդանք երկրորդ օրինաց 15 գլուխ 7-ից 11 համարներ, երկրորդ օրինաց 15 գլուխ, երկրորդ օրինաց
15 գլուխ 7-ից 11 համարները։ Եթե քո Տեր Աստծո քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկը աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես եւ քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև, այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար եւ նրա կարիքների բավարար լինելու չափ փող կտաս նրան։ Կարիքների բավարար լինելու համաչափ։ Ոչ թե նրա համար, որ այդ մարդը գնա իրան, չգիտեմ, թանկանոց, չգիտեմ ինչեր առնի, ու մյուս օր էլի հացի փող չունենա, ոչ, այլ անհրաժեշտ կարիքների համար։ Եվ նորից զգուշ լինենք, որ այդ դեպքում այնպես չլինի, այո, Աստված մեզ կօրհնի, բայց այնպես չլինի, որ մենք դիմացի մարդուն սարքենք պորտաբույծ, որտեղ ասում դե լավ, ծերի գալիս է, ուտելիք էլիս ինչի գնամ աշխատեմ։ Եվ այդպես այդ մարդը չի աշխատի եւ իր ունակությունները բոլորովին կժանգոտի եւ կդառնա մի հատ անկողունակ եւ անպետք մարդ։ Այդ ձևով էլ մենք պատություն կանենք։ Մենք պետք է օգնենք մարդուն վեր կենա եւ սկսի գործել, եթե իհարկե կարողություն ունի։ Շատ մարդիկ կան կարողանական իրոք։ Եվ այստեղ խոսքը գնում է այն մարդու մասին, որ դժբախտության մեջ է անկել։ Մի բան են չի գնացել դժբախտության մեջ է անկել եւ ասում է, որ խնդրում եմ օգնել իրանց, զգույշ եղիր, չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի եւ դու ասես մոտ է 7-րդ տարին թողության տարին, այսինքն միշտ 7-րդ տարին բոլոր մեղքերը ներվում էր։ Պարտքերը կներեք։ Եվ իմիջայլոց Ամերիկայում էլ այդ օրենքը կա, երբ որ credit card-ից պարտքեր են անում չեն վճարում եւ հրաժարվում են վճարելուց, դե ասում են չեն կարող կամ իրական կարող են, բայց չեն ուզում 6 տարի իրան կրեդիտ չեն տալի։ Այսինքն 6 տարի այդ մարդը չի կարող օգտվել ոչինչ բանից, բայց 7-րդ տարին նորից ներում են եւ կարող է նորից նոր կրեդիտ քարտ անել։ Ուրեմն ասում է, միգուցե մյուս տարին է, որ պետք է պարտքեր ներել եւ չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փող չտաս նրան, այսինքն ոչ թե փող, այլ փող պարտքով չտաս նրան։ Եվ նայել քո դեմ աղաղակի տիրոջ եւ դու հանցավոր լինես, անպատճառ պետք է տաս նրան եւ նրան տալիս սիրտը չնեղվի, որտեղ քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում եւ քո բոլոր ձեռնարկներում։ Օրհնող Աստված է, դու տուր իրան, Աստված քեզ ուրիշ տեղից կտա։ Եվ քո ջանքերը 2 անգամ ավելի կօրհնի։ Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, այսինքն միշտ աղքատ մարդիկ կան, դրա համար էլ պատվիրում եմ քեզ եւ ասում. ձեռքդ բաց քո երկրում գտնվող աղքատ եւ կարիքավոր եղբորդ։ Ինչի է այսքան կարևոր Աստծուն, ինչի է միշտ Աստված իրեն նույնացնում աղքատների եւ կարիքավորների հետ եւ նույնիսկ երբ որ ինքը ծնվեց այս աշխարհի վրա, չծնվեց հարուստի ընտանիքում, չծնվեց ամենա ոնց են ասում հայերեն, չեմ հիշում այդ բառը, ամենապատվաբերսից ասենք հիվանդանոցում, այլ վերին աստիճանի ցածր ձևով, այսինքն գոմի մեջ ծնվեց եւ հարուստ ընտանիքում չմեծացավ։ Ինքը իրեն նույնացրեց իրենց հետ, նույնիսկ իր կյանքի օրոք, երկրային կյանքի օրոք։ Ինչի է Աստված այդքան նույնացնում իրենց հետ։ Ասում է դու իրան կերակրեցիր, ինձ կերակրեցիր։ Իրան ջուր տվիր, ինձ ջուր տվիր։ Իրան շոր տվիր, ինձ տվիր։ Ինչի է Աստված նույնացնում իրեն։ Գիտեք, որտեղ մենք ասում ենք հայր մեր որ երկնքում ես, այս մասին խոսացել ենք, բայց մի հատ էլ կրկնենք։ Մենք էլ ենք ծնող։ Եվ երբ որ մեր երեխաները մեծանում են, մեկը լավ վիճակում է, մյուսը վատ վիճակում է, մենք ուրախանում ենք դրա վրա, չէ, մենք ուզում ենք հասկացնել այն մյուսին, որ գիտես քո եղբայրը վատ վիճակում է, կամ քո քույրը պետք է օգնել։ Մի ուրիշ բան է, եթե եղբայրը կամ քույրը կարողություն ունեն, բայց բացարձակ չեն ուզում, այսինքն անպատասխանատու մարդիկ են, ուղղակի չեն ուզում, ծույլ են։ Այդ դեպքում պետք է իմաստուն ձևով վարվել։
Բայց հարցը գնում է նրա մասին, որ քույրը, եղբայրը ամեն ինչ անում են, որ կարողանան ծերը ծերին հասնեն, չեն կարողանում։ Եվ այդ դեպքում մենք ծնողներս ուզում ենք եւ մենք եք օգնում եւ ուզում ենք, որ մյուս եղբայրը կամ քույրը, որ լավ վիճակում է, օգնի նրանց, որտեղ մեր սիրտը ցավում է նրանց վրա, որտեղ նրանք մեր երեխաներն են։ Տարբերություն չենք դնում։ Այդպես էլ Աստվածը ինքը տարբերություն չի դնում։ Մենք օրհնվում ենք այն ժամանակ, երբ որ մենք երջանկանում ենք այն ժամանակ, երբ որ մենք օգնում ենք ուրիշներին, այլ ոչ թե մեր անունը մտնում է միլիարդատերի ցուցակի մեջ կամ social media-ի մեջ դնում ենք, հա, ես էս ռեստորանում հաց կերա, ո՞մ է հետաքրում ձեր հաց կերած։ Մենք չենք ծնվել ուտելու համար, մենք չենք ապրում ուտելու համար, մենք ուտում ենք, որ ապրենք։ Եվ դա գրեհկություն է, ուղղակի նման բաներ, նկարներ դնել, թե տեսեք ես ինչ հարուստ եմ, sense բաներ, իսկ դու չունես։ Կողն էլ կարող է կանաչ լավ խոտը նկարի, եթե հեռախոս ունենար։ Եվ հետո մյուս կողերին ուղղակի, հա, ձեր խոտը չորացած, ա տեսեք իմ խոտը ինչ կանաչ է, նախանձեք։ Խոսքը նրա մասին չի, որ բլոգերներ կան, որ իրանց մասնագիտությունը իրենք խոհարար են կամ խոհարար չեն, ուղղակի կիսվում են իրենց հետաքրքիր ուտելիքներով եւ մարդկանց ուղղակի օգնում են այդ ձևով կամ առողջապահական ծրագիր է, այսինքն այնպիսի ուտելիքներ է բացատրում, սարքում, որ մարդիկ ուտեն առողջ լինեն, դա կրթում է մարդկանց, բայց ոչ թե հլա տեսեք ես ինչ ռեստորան եմ գնացել, տեսեք ես ինչ եմ ուտում, ինչ եմ խմում, նախանձեք, իմաստը դա է դուրս գալի, մի հավասարացրեք ձեզ, պետք չի մենք մարդ ենք, մենք չենք ծնվել երկրի վրա մենակ ուտելու համար եւ այլ ինստինկտները բավարարելու համար։ Մենք մեզ Աստված կյանք է տալու, որ մենք զարգացնենք մեր ունակությունները բարություն անելով, մարդկանց օգտակար լինելով, այլ ոչ թե իրենց ցածրացնելով եւ մեզ բարձրացնելով։ Ուրեմն աղքատ եւ կարիքավոր բնութագրումը վերաբերում է նաեւ Աստծո հանդեպ մարդու անկեղծությանը, ճշմարտացիությանը եւ սիրուն, որ մարդը խոստովանի Աստծուց իր լիակատար կախվածությունը ինքնավստահ չլինի եւ չապավինի իր սեփական ուժերին։ Ուրեմն մենք պետք է մեր աչքը պահենք Աստծո վրա։ Ասում եմ աչքերը առած են սարերին, որտեղից պիտի գային օգնությունը, ասում եմ օգնությունը Տեր Աստծուց է։ Մի ապավինեք մարդկանց, ապավինեք Աստծուն, Աստծուց օգնություն խնդրեք, ձեր ուշադրությունը պահեք Աստծո վրա եւ իր ճշմարտության վրա, այլ ոչ թե հարուստների կյանքի վրա։ Հավատացեք, իրանք նախանձելի վիճակում չեն, բոլորովին։ Իրանց այդպես է թվում, ձեզ էլ է այդպես թվում, բայց նրանցից շատերը դժբախտ են, որտեղ ունեցվածքը երբեք առողջություն, այսինքն երջանկություն չի բերում մարդուն։ Ունեցվածքի պակասն էլ վատ է, բայց գիտեք, երբեմն ունեցվածքի պակասը կարող է սուղել, բայց երբ որ մարդը ագահ է եւ այդպիսի ձևի մտածելակերպ ունի, որ կուտակի, հարստանա, այդ ողբերգություն է դա եւ շատ անգամ չի ուղղվում ցավոք։ Աստվածաշունչը ասում է, որ մեր կյանքը կախված չի մեր ունեցվածքից, այսինքն Հիսուսն է ասում եւ դա ամենաճիշտ խոսքերն են, ես իմ ամբողջ կյանքում դրանում համոզվել եմ եւ նաեւ ասենք, որ
Աստված նաև խոսում է այս գրքի մեջ դատավորների մասին, որոնց կոչվում է Աստված։ Ինչու է կոչում Աստված, որովհետև իրենց տրված է աստվածային, մենք ասում ենք, որ Աստված է միայն դատավոր, եւ կարծես թե աստվածային պաշտոնակատարություն է նրանց տված։ Կարդանք 72 գլուխը Սաղմոսների, Սաղմոս 72, մեկից 7, առաջին այդ 1-ից 7 համարները խոսում է Աստծո ողորմության մասին, ով Աստված քո իրավունքները թագավորին տուր եւ քո արդարությունը թագավորի որդուն, նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին եւ քո խեղճերին իրավունքով։ Այսինքն ասեցին, որ այն ժամանակ թագավորներն էին դատավորի կարգավիճակում եւ այստեղ Սողոմոն է միջերուսա գրել, խնդրում է, որ Աստված իրեն արդարամտություն տա, որ ինքը արդարադատ լինի։ Ասում արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին քո խեղճերին իրավունքով։ Սողոմոնը հասկանում է, որ այսքան երբ որ ինքը սկսեց թագավորել, այդ ժամանակ հասկանում է, որ այս ժողովուրդը իր հարստանալու միջոցը չեն, այլ Աստծո սեփականությունն է։ Ասում է քո ժողովրդին, չի ասում իմ։ Ասում է քո խեղճերին, չի ասում իմ։ Լեռները խաղաղություն պիտի բուծեն ժողովրդի համար, բլուրները լցվեն արդարությամբ, նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի եւ պիտի ջարդի զրկողներին, այսինքն արդարադատություն պիտի անի թագավորը։ Քեզնից պիտի վախենան, քանի կարեգակը եւ լուսնի արչեւ ազգից մինչեւ ազգ։ Այսինքն, գիտեք, այդ ինստիտուտները Աստված է դրել, որ կլինեն ղեկավարներ, որ լինեն այսպիսի մարմիններ, պետական եւ այլն։ Բայց երբ որ ղեկավարը անօրեն է, դա սուտ չէ։ Այսինքն չի նշանակում, որ թագավորը ասում է գնա գլուխ պատով տուր, պիտի պատով տաս։ Կամ օրենք անում, որ սրանից հետո բոլորը գլուխները իրենց պատով տա։ Չի նշանակում, որ դա պիտի անենք։ Եթե արդար բանա պահանջում անենք, եթե Աստծո խոսքին համեմատա եւ օրենքին։ Այսինքն Աստված մարդուն թագավոր է դնում բարձր աստիճանի, մարդը կարիքները հոգայ ժողովրդի եւ իրական ժողովուրդը պատկանում է Աստծուն, այլ ոչ թե այդ մարդուն, որ իր հարստացման միջոցներ է համարում մարդկանց, ստրուկներ։ Եվ ուրեմն սա է Աստծո ուզած ղեկավարման ձևը, որ արդար դատավարություն անե։ Ասում է, որտեղ նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է աղքատին, որ օգնական չունի, 12-14 համարներն են նույն գլխի։ Նա պիտի խղճատը կարին եւ խեղճին եւ պիտի ազատի խեղճերի անձերը, նրանց անձերը պիտի փրկի նենգությունից եւ բռնությունից եւ նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։ Իսկ այսօր ինչ է կատարվում։ Պարգևներ են վերցնում եւ անարդար դատավարություն են անում։ Սաղմոսներ 82-ը հենց դրա մասին է, այդ անարդար դատավորների մասին, որոնց Աստված այստեղ կոչում է աստվածներ։ Ինչու է կոչում աստվածներ, որտեղ իրանք աստվածային գործ են անում, բայց ցավոք սխալ են անում։ Ասում եմ, մինչև երբ եք անօրությամբ դատելու եւ ամբարիշներին երես տալու, ամբարիշներին երես տալու հետաքրքիր լկստացնելու, զարմանալի է։ Աղքատի եւ որբի իրավունքը պաշտպանեք, արդարացրեք խեղճին եւ աղքատին, փրկեցեք աղքատին եւ խեղճին, ազատեցեք նրանց ամբարիշների ձեռքից, բայց չիմացան, այսինքն այդ դատավորները, այսպես կոչեցյալ, միտք չարեցին, գնացին խավարի մեջ, սասանված են երկրի որոշությունները, ես ասացի դուք աստվածներ եք եւ բոլոր բարձրալի որդիներ, դուք աստվածներ եք, այսինքն ձեզ ընձեռված է աստվածային պաշտոնակատարություն, սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, այսինքն պիտի չփրկվեք, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը։ Վեր կացող Աստված դատիր երկիրը, որտեղ դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։ Այսինքն Աստված արդար դատաստան է տեսնելու այն դատավորների հանդեպ, ովքեր ծռում են աղքատի եւ արդարի իրավունքը։
կյանքի ընթացքում էլ այդպես լինի։ Միայն վերջնական դատավարության ժամանակ չի։ Եվ նաև սաղմոսներ կան, որտեղ Դավիթը խնդրում է, որ Աստված պատժի չարերին, եւ նույնիսկ շատ դաժան խնդրանքներ կա այդտեղ։ Ինքը դա ասել է շատ վատ վիճակում ելնելուց, այսինքն արդեն էլ սիրտը չի դվանում, չի ասում, տրակում է սիրտս, ինչ անարդարություն է, մինչև երբ այս անարդարությունը պիտի շարունակվի, բայց նաև ինքը վրեժխնդրություն չի անում, այլ ասում է Աստված ջան, ես քեզ եմ սպասում, քո խոսքին եմ սպասում, քո քայլին եմ սպասում, քո արդարադատությանն եմ սպասում, որտեղ ինքը լավ է հասկանում, որ ինքը սխալական մարդ է։ Եվ նաև ասենք, որ ըստ Դանիել գրքի դատավարությունը սկսում է, դատավարությունը լինելու է սրբարանում եւ սկսելու է Աստծո տնից, այսինքն այն մարդկանցից, ովքեր իրենց համարում են քրիստոնյա։ Նորից ասեմ, եթե մենք մեզ անվանում ենք քրիստոնյա ազգ կամ քրիստոնյա եւ մեր կողքը լիք անարդարություն է եւ մենք անտարբեր ենք մարդկանց կյանքերի հանդեպ, իրենց կարիքների հանդեպ, մենք Աստծուն խայտառակում ենք։ Երբ որ մենք ապրում ենք շվայտ կյանքով, երբ որ մեր կյանքի օրինակը ոչ թե Աստված է, ոչ թե Հիսուսը, այլ հարուստ մարդիկ, ուզում ենք նմանենք նրանց, իրանց պրիչոսկան անենք, իրանց քշած ավտոն քշենք, իրանց հագած շորը հագնենք, իրանց հագած վրան։ Քրիստոնեությունը դրա հետ կապ չունի։ Քամու համար եք ապրում, եթե այդպես եք ապրում։ Դա այսօր կա, վաղը չկա։ Բայց այն բարի գործերը Աստված չում ասում, մարդը մեռնում է եւ իր հետևից գնում է իր բարի գործերը։ Գիտեք, Աստված մեզ ունակություն, կարողություն, տաղաների տալու, որպեսզի մենք ներդնենք դրանք բարի գործերի մեջ, օգտակար գործերի մեջ, կամ տեսնում եմ այդ սոցիալական մեդիայում շատ ցավալի տխուր մի պատկեր, ջահել աղջիկները փող են աշխատում, ինչպես դնում են այդ եկան մեծ ամանով, չգիտեմ, մսեղ են նա, չգիտեմ, ինչ կերակուրներ է, ու սկսում են ուտել ադահավարի, եւ այդպես մարդիկ նարում են, իրանք էլ փող են աշխատում, խայտառակություն է։ Ուրիշ նորմալ ձև չկա փող աշխատելու։ Կամ բան ու գործ չունեք, ձեր ուտելիքը դնում եք, ուտում եք ու միացնում եք, նկարում եք, ում է հետաքրքիր, թե դուք ինչ եք ուտում, ոնց եք ուտում։ Այսինքն մարդը ինքը իրան հացածնում է, չեմ ուզում ասել հասնում է անասունի իրավիճակի, որտեղ անասունն էլ այտենց բան չի անում, այտենց գռեհիկը այտենց անիմաստ բաներ չեն անում։ Աստված մեզ ստեղծել է բոլորին այլ նպատակներ, որ մենք իրար նեցուկ լինենք, օգնենք, իրար ուրախացնենք, իրար դժվարին վիճակից հանենք եւ դրանով երջանկանան, այլ ոչ թե նման, չգիտեմ, իմ ուղեղի մեջ տեղ չի համ եւ ես խղճում եմ, ոչ թե դատում եմ, այլ ուղղակի խղճում եմ նման մարդկանց, որոնց կյանքի նպատակները այդքան փուճուր ու նեղ են, ու չգիտեմ ինչ ասեմ։ Եվ ամբողջ գաղտնիքը նրանումն է, որ մենք մեր աչքերը հառենք Աստծո ողորմություններին մեր հանդեպ, այլ ոչ թե այն անարդարությանը, որ կոչվում մեր կողքն է, մեր շրջապատումը։ Իհարկե, ինչքանով կարող ենք պետք է օգնենք, որպեսզի այդ անարդարությունը վերանա, ինչքանով կարող ենք նեցուկ լինենք այն մարդկանց, ովքեր իրոք ազնիվ են, ովքեր իրոք ուզում են ինչ-որ քայլ անել, որպեսզի բարձրանան այդ վատ վիճակից։ Եվ գիտեք, կա երկու տիպի ներդնում, մի ներդնում է, որ իմ փողերը ներ եմ դնում, որպեսզի փող ստանամ, եւ իմ փողերը ներ եմ դնում, որպեսզի երկնային բանկում փող ունենամ։ Այդ դեպքում ինչ ձև են, ինչպես կարդացինք, ասում է, եթե գալիս է եւ փող է ուզում,
մի այլ տեղում ասում է, եթե քո երկրածին է առանց, եթե ունես հող, առանց տոկոսի դուր։ Բայց մենք գիտենք, թե ինչ անարդարություն է կատարում այսօր, ինչ մեծ տոկոսներ են դնում մարդկանց վրա, և ձեռքերը ծալած մարդկանց դժբախտության հաշվին փող են աշխատում։ Ուրեմն մենք ինչքանով կարող ենք, պետք է իհարկե քչացնենք անարդարությունը այս աշխարհում, բայց չկենտրոնանանք այդ անարդարության վրա և մեր կյանքը չսարքենք դժոխք, միայն տեսնելով անարդարություն և չարություն։ Մենք պետք է դրա մեջ մեր կյանքում տեսնենք Աստծո ողորմությունը և նրա բարությունը մեր հանդեպ, և դա կօգնի մեզ ավելի ողորմած և բարի լինել ուրիշների հանդեպ։ Եթե կարող ես իզորու դառնալ օրենսգետ և քո երկրի կառավարության մեջ աշխատել և դրդել մարդկանց այնպիսի օրենքներ ընդունել, որ իրոք օգտակար է, իրոք արդար է, արա, Աստված շատ ուրախ կլինի։ Բայց մի սովորեցրեք ձեզ, այսինքն, ինչպես բացատրեմ, օրինակ բերենք, գողը գնում է բանկ, փող է գողանում, միանգամից միլիոններ, այդպես է ուզում, մեկը հարցնի, այ գող, քո ինչն է պետք այդ միլիոնները, չի էլ ասում, հա, $1000 գողանամ, կամ 10,000 գողանամ մի հատ գործի մեջ դնեմ, հետո այն մնացած էս աշխատում չէ, դա միանգամից միլիոններ է պետք, ինչի, որտև իր ուղեղը մտցրել է, որ աշխատելը վատ բան է, ինքը ոտին կգցի, կյանքը կվայելի։ Բայց գիտեք, Աստված 4-րդ պատվիրանն ասում է 6 օր աշխատեք, 7-րդ օրը հանգստացեք։ Բիզնես ունենալն էլ է աշխատել, այո, դա մեծ կարողություն է պահանջում։ Եվ դա չի նշանակում միլիոնները կռփել ու արապ նստել։ Այդ առակը մենք լավ գիտենք, որ այդ մարդը մեծ բերք ուներ և ասեց, վայ, ես ինչ լավ է, վերջապես բան կանեմ, մի հատ մեծ բաներ սարքեմ, այդ բերքը աշխարհը դնեմ այդտեղ և կյանքս վայելեմ։ Բայց Աստված ասեց, անմիտ մարդ, բա որ ես գիշերից քո կյանքը վերցնեմ, ինչ պիտի անես։ Աստված ուզում էր ասել, որ այդ ես քեզ օրհնել եմ, որ դու օրհնես ուրիշներին, այլ ոչ թե նստես, ասես լավ, ես ինձ նստեմ արձանի պես թող փողը թափի ջևս։ Որտև սատանան մարդկանց մեջ սխալ մտածելակերպ է մտցրել, սխալ կոնցեպցիա է մտցրել, պատկերացում, թե ինչ բան է երջանիկ կամ լավ ապրելը։ Շատերի մտքում դա կապված է ամբախ-զամբախ ապրելու հետ։ Փող ունենաս քո ամեն է, այսօր ես ռեստորանում, այսօր դա նկարները դնեմ, արա կյանքի միան, դա կյանք չի։ Կյանքը այն է, որ դու մարդկանց օգնում ես, օգտակար ես լինում և ուղղակի ուրախանում ես։ Ես ամեն օր փառք եմ տալի Աստծուն աշխատանքի համար։ Երբ որ ես օգնում եմ այն մարդկանց, որ լեզուն չգիտեն, և իրանք այնքան շնորհակալ լինում վերջում, ամեն ինչ անում են, որպես իրանց այնպես թարգմանեմ, որպես իրանց հարցը ճիշտ ձևով լուծվի։ Եվ իրանք հասկանում են դա և շնորհակալություն են հայտնում։ Եվ դա կարող ես անել սիրով, թե այն մի կողմի հանդեպ, թե այն մյուս կողմի հանդեպ։ Եվ հարցը փողը չի, թե ինչքան փող ես ստանում, ինչքան ես ստանում։ Կարող ես շատ ավելի ցածր ստանալ, քան թե այդ նույն գործը ուրիշ տեղ անողները։ Բայց հարցն այն է, որ դու օգտակար ես լինում, և դա երջանկացնում է քեզ։ Ես չեմ ապրում, որ հարուստ բրանդներից, չգիտեմ ինչ հագնեմ, նկարեմ, դնեմ, ասեմ, ահա տեսեք, ես ինձ ավտո եմ քշում, ես ինձ բան եմ հագնում։ Ինձ դա հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է, թե ինչքան մարդու ես այսօր ուրախացրեցի, ինչքան մարդու օգնեցի։ Դա է ուրախության աղբյուրը։ Ես այսքան ապրեցի և ամեն օր ես դրա մեջ համոզվեցի, որ Աստծո խոսքը ճիշտ է։ Դա է ուրախության աղբյուրը։ Այլ ոչ թե վայ, ես ինչ է, ես ինչ ունի, ես չունեմ, ես ինչ եմ, ինչ ունի, ես ինչ հատում, ես չեմ ուտում։ No։ Վստահեք Աստծուն։ Աստծուն սարքեք ձեր կյանքի ընկեր։ Իրան փառաբանեք, իրան
Տիրոջ շնորհակալություն հայտնեք ամեն մի մանրուքի համար։ Իրանից խորհուրդ հարցրեք, իրա վրա հույս դրեք։ Եվ այն ժամանակը տեսնեք, թե ինչպես է փոխում ձեր կյանքի որակը, ձեր մտածելակերպի որակը, ձեր պատկերացումների որակը։ Սովորենք լույսը խավարից տարբերելու, թող Աստված օգնի մեզ, որ այս դասերը այսօր սովորեցինք իրագործենք մեր կյանքում իր շնորհքով եւ իր ողորմությամբ, ինչի նոր շաբաթ։